Վլոգ եմ բերել Սարերից։ Առավոտյան արթնանում եմ թռչունների երգից ժամը 7-ին։ Որպեսզի պատկերացնեք գիշերները Սարերում ինչ ցուրտ է լինում, տեսեք հունիս ամսին առավոտյան արթնանում ես ու խոտի վրա այսպիսի սառույցի բյուրեղներ։ Անկողինը սիրուն հավաքում եմ, լվացքում եմ, առավոտյան պարտադիր թե եմ խմում, ես սուրճ ընդհանրապես չեմ խմում։ Հետո բացում եմ վրանի պատուհանները, որպեսզի լուսավորվի ներսը։ Միշտ թե պատրաստ կլինի, վրանի ներսի լույսը դնում եմ արևի տակ, որպեսզի լիցքավորվի։ Իսկ այս լույսերը արդեն ոչխարների համար են, նույնպես արևի էներգիայով են լիցքավորվում։ Այս մեկը պտտենք դեպի արևը, որպեսզի լիցքավորվի ամբողջ ցերեկը։ Դաշտ գնալուց առաջ ինձ հետ պարտադիր քաղցր եմ վերցնում։ Այս օմանի մեջ եմ պանում կոնֆետները։ Բացում եմ ցանկապատի դուռը եւ ոչխարները գնում են արածելու։ Իսկ սա վիպն է, այստեղ պահում եմ այն ոչխարներին, որոնք նոր են ձագուկ ունենում իրենց ձագի հետ։ Այստեղ լրիվ փակ է ու չոր։ Ձագուկին իր մամայի հետ այսօր առաջին անգամ դաշտան ենք մնացած ոչխարների հետ, տեսնենք ոնց կդրսևորի իրեն։ Կենդանիներին առավոտը մոտ 4 ժամ արածացնելուց հետո կամաց իրենց տանում ենք տուն, որպեսզի համ մենք հանգստանանք, համ իրենք։ Ցերեկը հորեղբորս տղայի ուլիկներից մեկը շատ էր չարություն արել ու որոշեցինք խաշլամ անել։ Այս ինչ նավսետ ուլեր։ Ճաշելուց հետո այսպիսի եղանակին վրանի մեջ անձրևի ձայնի տակ գնամ ու մոտ 2 ժամ քնեմ հանգստանամ։ Քանի որ եղանակը օրվա երկրորդ կեսին անձրևային էր, կենդանիներին իմաստ չկա հեռու տանել, այստեղ վրաններին շատ մոտ թողում եմ, որպեսզի արածեն մինչև երեկո։ Անձրևից հետո շնչում ենք Սարերի մաքուր օդը, հիանում ծիածանով։ Այդ Մավրոյի սիրուն նկարը։ Ինձ հետ միշտ 2 վրան եմ բերում Սար, այս փոքրը օգտագործում եմ որպես պահեստ, իսկ այս մեծի մեջ քնում եմ, հաց եմ ուտում, ավելի ընդարձակ է ու հարմար։ Այս տարայի մեջ ջուրն եմ պահեստավորում լվացվելու եւ ամանները լվանալու համար, իսկ այս ծածկի տակ պահում եմ վառելիքը, որը ինձ հետ արդեն պատրաստի կտրատած բերում եմ Սարեր։ Հիմա փայտ եմ մանրացնում, որպեսզի երեկոյան արդեն վառարանը վառա։ Կենդանիներին ցանկապատում տեղավորելուց հետո լույսը թեքենք արդեն իրենց կողմը, որպեսզի գիշերը լուսավորի։ Վառարանը վառեցի, որպեսզի չմրսեն։ Երեկոյան ուտելիքը արդեն վառարանի վրա եմ պատրաստում, ավելի արագ է լինում, լոլիկով ծխածեղ ենք ուտելու։ Քանի որ շատ եմ սիրում կծու, ավելացնում նաև 2 կծու բիբար եւ 1 քաղցր բիբար։ Այս փոքրիկ սարքը, որ առավոտյան դրեցինք լիցքավորվի արևից, տեսեք ոնց է լուսավորում ամբողջ վրանը։ Կարծում եմ ժամանակն է արդեն ավելացնել ձուն։ Լոլիկով ծվածեղը համարյա պատրաստ է, մնում է ավելացնել չորացրած ռեհանը։ Ես շատ եմ սիրում ռեհան կանաչիներից եւ գրեթե բոլոր ուտելիքների մեջ օգտագործում եմ չորացրած ռեհան։ Ահա եւ վերջ, մեր լոլիկով ծվածեղը պատրաստ է։ Հիմա մնում է փակել կափարիչը, որպեսզի հանգստանա մոտ 10 րոպե, որպեսզի ավելի համով լինի։ Այս արտահայտությունը անելուց ես նկատել եմ, որ մարդիկ երբեմն զարմանում են, բայց իրականում ուտելիքը երբ նոր է պատրաստ լինում, ես չեմ սիրում միանգամից ուտել, թողում եմ գոնե 10-15 րոպե հանգստանա ու մտածել եմ միշտ, որ այդպես ավելի համով է։ Միգուցե սխալվում եմ, բայց այդպես եմ միշտ ուտում։ Շատ համեղ էր ստացվել, կուշտ կերա ու ինչպես ասում են մուլտֆիլմի մեջի հայտնի գորտը։ Ну вот, теперь можно и жениться. Շներն անընդհատ հաճում են, տեսնենք ինչ են տեսել։ Ձիերն են։
Հենց մութն ընկնում է, տեսեք տարածքում ոչինչ չի երևում։ Մեր ոչխարների վրայի այս լույսերը, որոնք աշխատում են արևային էներգիայով, միանգամից ավտոմատ միանում են ու տեսեք ինչ լավ լուսավորում են մեր կենդանիներին։ Քնելուց առաջ վերջին անգամ ստուգենք տարածքը, համոզվենք գազաններ չկան։ Այստեղ նորից սիրն են։ Ամեն ինչ նորմալ է, կարելի է արդեն քնել։